Հարգելի առույցներ, Մերկուրին հետադարձ կլինի ձեր 8-րդ տանը, եթե դուք արևային նշանով եք առած կամ ասցենդենտով, նաև եթե նշանը ձեր քարտեզում գտնվում է 8-րդ տան, ապա կարող եք լսել, այս նյութերը ձեզ համար են։ Ուշադրություն պետք է ուշադրության կենտրոնում կլինի ֆինանսների և ուրիշ մարդկանց հետ կապված նյութական հարցերը։ Սա վերաբերվում է վարկերին և պարտքերին, ալիմենտներին, ընդհանուր բյուջեին, համատեղ գույքին կամ գումարներին, փաստաթղթերի վերաձևակերպմանը։ Այս շրջանում կարող է տեղի ունենալ հին պարտքերի վերադարձ, օրինակ ձեզ կարող են վերադարձնել այն գումարը, որը ժամանակին պարտքով եք տվել, կամ հակառակը, դուք կարող եք փակել ձեր հին պարտավորությունները։ Այսինքն ակտիվանում են բոլոր այն հարցերը, որոնք կապված են համատեղ ֆինանսների և ուրիշների ռեսուրսների հետ։ Այս շրջանում կարող են լինել վճարումների ուշացումներ կամ հաշվարկների մեջ շփոթություն։ Եթե պետք է հաշվապահական գործեր անեք, հաշվարկներ կատարեք կամ վարկերի հետ կապված հարցեր լուծեք, շատ ուշադիր եղեք։ Բանկից վարկ վերցնելիս կամ պայմանագիր ստորագրելիս անպայման մանրամասն ստուգեք բոլոր տվյալները։ Բացի ֆինանսներից, ակտիվանում են նաև հուզական թեմաները, կարող է վերադառնալ խանդի, կախվածությունների, չավարտված հարաբերությունների հարցերը։ Երբեմն դա պարզապես հիշողությունների տեսքով է, անցյալի մասին մտքերի, հին զգացումների, իսկ երբեմն կարող են իրականում վերադառնալ մարդիկ, որոնց հետ ունեցել եք ուժեղ, ինտիմ կամ դրամատիկ հարաբերություններ։ Սա լավ ժամանակ է ֆինանսական նաև վերանայում անելու համար։ Ստուգեք ձեր եկամուտներն ու ծախսերը, մտածեք պարտքերի վերակառուցման մասին, փակեք հին պարտավորությունները, ազատվեք ավելորդ ֆինանսական բեռից։ Միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում խուսափել ռիսկային ներդրումներից և չընդունել շտապ, չմտածված ֆինանսական որոշումներ հետադարձ Մերկուրիի ընթացքում։ Դրական կողմն այն է, որ այս շրջանում կարող են ձեզ վերադարձվել գումարներ կամ այլ նյութական միջոցներ։ Եթե ունեք զուգընկեր կամ որի հետ համագործակցում եք բիզնեսով կամ սիրային կամ ամուսնական հարաբերություններ, հնարավոր է, որ կարևոր իրադարձություններ տեղի ունենան նրանց կյանքում։ Կարող են վերադառնալ հին հնարավորությունները, իրավիճակներ կամ ֆինանսական ռեսուրսներ, որոնք կարող են նաև ձեզ վրա ազդեցություն ունենալ։ Ընդհանուր առմամբ առույցների համար այս շրջանի հիմնական խորհուրդն է չվտանգել ոչ հարաբերությունները, ոչ գումարը, ոչ առողջությունը։ Խորհուրդ չի տրվում փորձարարություններ անել առողջության հետ կապված, կտրուկ փոխել արտաքին տեսքը կամ դիմել պլաստիկ վիրահատության։ Հետադարձ Մերկուրիի ընթացքում նման քայլերը ցանկալի չէ կատարել։ Միայն այն վիրահատություններն է կարելի անել, որոնք անհրաժեշտ են առողջությունը պահպանելու կամ կյանքը փրկելու համար։ Իսկ այն միջամտությունները, որոնք պարզապես արտաքին փոփոխության կամ արտաքին տեսքը փոխելու նպատակ ունեն, այս շրջանում ցանկալի չէ կատարել, հետո էլի եք անելու։ Ահա այսպիսին է ձեր կանխատեսումը, հարգելի առույցներ, հուսով եմ այն օգտակար էր ձեզ համար։ Մինչ նոր հանդիպում։